մեկը տալիս են մոտավորապես 70,000 դրամ խոսք։ Խորումա 70,000 դրամը աշխատանք չի կատարվում։ Ու բացի դա, մեր մոտ պիկ ժամ գոյություն ունի, ասենք ասեմ, որ քնից արտանում գալիս է ժողովուրդը նախ այս բիրի հասկացողությունը կոպիտ բառը, մի քիչ չգիտեմ ինչական բառը, բայց մեր մոտ ընդունված բառը, էդի վերացել է, որովհետև չկա առևտուր, լավ դոլարն է թանկացել, մարդիկ ես գիտեմ, որ Ռուսաստանում աշխատել են, ռուսականը չեն մանգում, առևտուրը կայնել է։ Էդի մեկ, տեղերը սկսում են դոլարով աշխատել։ Մի ժամանակ մուծում ենք այսքան, մի մուծում ենք այսքան։ Էդ էլ էական չի։ Առևտուրը կանգնել է խիստ, շատ խիստ։ Օրինակ ես մեկ այդ խոսացի կներեք։ Մի քիչ ուրիշների կարողան չի, հարցրեց, ասեց առևտուրը ոնց ասի նստել, ասեց չի նստել, պարկել է։ Ուրեմն ինչա, դառնում է հատավաճառ։ Հատավաճառ դեպքում այդ պիկ ժամին մեր մոտից գողություն է կատարվում։ Սեղաններից գալիս է 4 հոգի կայնում է, սեղանը դեպքում փակում են տանում։ Ուրեմն ինչա կատարվում, եթե ես փաստաթղթավորեցի, գողություն կատարվի մոտից, եթե բռնեմ, կպարժը, եթե չեմ բռնում, հարկային տեսուչը գալիս է, ես չեկը չեմ խփել, չեք ասան չեմ օգտագործել, ինքը հաշվարկում է մոտ պակասա օրինակ համար 10,000 դրամ, չէ, ինքը արդեն պատասխանատվության է ենթարկում, չէ, ուրեմն ես երկու կողմից տուժման նորից, ճիշտ է, մեկ որ ապրանքս կողացա, մեկ էլ որ տեսուչը դպատեց։ Բացի դա, վարչապետը մեզ ասում է մենք ձեզի մցնում ենք մի տոկոսի տակ, որ խոշորին բերենք, խոշորին։ Իմի ես ապրանք ներկրող եմ դրսից փոքր, իմի եթե ես խոշորից դակումենտ ուզեմ, պետի ասենք երազա էլի, ոնց որ իրանք չգիտեն ով է խոշոր ներկրողը, ոնց որ ես չիմանամ իմ կնոջ անուն ինչ է, ոնց կարան իրանք չիմանան խոշոր ներկրողը ով է։ Իմի եթե ես խոշոր ներկրողը ես որ կտորը տալիս անձի 1.5 դոլարով, եթե ես իրանից դակումենտ ուզեմ, այդ փաստաթուղթը ուզեմ, որ բայեմ, ինքը կտա 3 դոլարով։ Ու մենակ կտորի մասին չի խոսքը, ամեն ինչ, որը ներկրվում է դրսից, եթե ես փաստաթուղթ ուզեմ, ավտոմատ ձևով, հանրապետությունով մեկ թանգանում է ապրանքը։